ներկայացնենք մեր դիրքորոշումը պատվարժան դատարան, շնորհակալություն։ Ինչպես հայտնի է, պատվարժան դատարան նախորդ անգամ Երևան քաղաքի առաջին առավոտյան ընդհանրության քրեական դատարանը նախագահությամբ այսպես ասեմ որոշում էր կայացրել Արտուր Սարգսյանի նկատմամբ կիրառված խափամիջոցի ժամկետը կալանքի այն ժամանակ կիրառված խափամիջոցի ժամկետը երկարացնելու, որպես իրավաչափության պայման սահմանել էր մեկը խոչընդոտելու հավանականությունը։ Ըստ էության, որը հոկտեմբերի 16-ի որոշումը 2025 թվականի, որը բողոքարկել էր պարոն Վարդանյանի կողմից, վերաքննիչ դատարանը կայացրել համապատասխան որոշում, որ արդեն քննարկման առարկա դարձել դատական նիստի ընթացքում, տվյալ որոշմամբ վերաքննիչ դատարանը արձանագրել էր, որ տվյալ իրավաչափության տվյալ պայմանը շարունակում է առկա լինել եւ ունի որոշակի նվազում, հենց այդ համատեքստում էլ պատվարժան դատարան վերաքննիչ դատարանը տրված խափամիջոցը փոխել էր եւ կիրառել տնային կալանքը։ Տվյալ 3 ամիս ժամկետով տվյալ որոշումը կայացնելուց հետո ըստ էության անցել ընդամենը 3 օր ժամանակ պատվարժան դատարան եւ տվյալ իրավաչափության պայմանի մեջ որևէ փոփոխություն ուրեմն չի եղել, հետեւաբար այսպես ոչ դրական ոչ բացասական առումով հայտնի չէ որևէ իրավաչափության փոփոխության վերաբերյալ տվյալ, հետեւաբար պատվարժան դատարան գտնում ենք, որ ընտրված տվյալ խափամիջոցը տնային կալանքի ժամկետը պետք է կալանքը պահպանել տնային կալանք եւ դրա ժամկետը երկարացնել 3 ամիս ժամկետով։ Ինչ վերաբերում է պարոն Վարդանյանի միջնորդության մեջ նշված մյուս հանգամանքին, այդ մերձավոր ազգականների սահմանափակումներին։ Պատվարժան դատարան ըստ էության նշված վերաքննիչ դատարանի որոշմամբ մասնավորապես արձանագրվել էր, որ տվյալ խափամիջոցի գործողության ընթացքում բացի համատեղ բնակվող անձանցից պետք է հարկել մյուս այլ անձանց հետ շփումներ ունենալու, տեսակցություններ շփումներ ունենալու այդ հանգամանքը։ Պարոն Վարդանյանը նշեց, որ մերձավոր ազգականները, սեփական իրենց մեծ ընտանիքը, հա, եւ տվյալներ նշեց, որ կներկայացնի նրանց հետ հանդիպումը տվյալ պարագային որևէ խոչընդոտ չի կարող հանդիսանալ գործի համար եւ մասնավորապես նշեց մանկահասակ երեխաների տվյալներ։ Այս տվյալ հանգամանքի հետ կապված պատվարժան դատարան մեղադրանքի կողմը, եթե այս համատեքստում, եթե պարոն Վարդանյանը կներկայացնի հստակ տվյալներ եւ հնարավոր կլինի պահպանել կոնկրետ հստակ անձանց տվյալները, ովքեր հանդիսանում են մերձավոր ազգականներ, ոչ թե այսպես ասած ամբողջական բացի տեսակցությունները, որ կոպիտ ասած անորոշ անձանց շրջանակներով լինի, այլ կոնկրետ ըստ պարոն Վարդանյանի կողմից ներկայացվելիք, ասած որ հաջորդիվ կներկայացնի անձանց տվյալները, ովքեր որ հանդիսանում են պարոն Արտուր Սարգսյանի մերձավոր ազգականները, այս համատեքստում նրանց հետ տեսակցելու բնակության վայրում նրանց հետ տեսակցելու առումով մեղադրանքի կողմից սկզբունքորեն առարկություն չունի պատվարժան դատարան։ Մեր դիրքորոշումը խափամիջոցի հետ կապված սա էր։ Շնորհակալություն պատվարժան դատարան, խնդրեմ փոխանցել դատարանին մեկ օրինակը եւ մեկ օրինակել մեղադրողներին։ Պատվարժան դատարան, ես ըստ էության որպես այդպիսին երկու խումբ միջնորդության մեջ հիշատակված հանգամանքներից հիշատակել էի, առաջինը մերձավոր ազգականների, երկրորդը ազգային ժողովի падգամավորների վերաբերյալ, որը կրկին անորոշ խումբ անձանց մասին չէ խոսքը։ Այնպես է ստացվել ազգային ժողովի падգամավորների կա հստակ խումբ։ Ազգային ժողովի կայք էջում էլ հրապարակված է։ Կարող եմ ավելի հստակեցնել։ Խոսքը ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցություններում ներգրավված падգամավորների մասին։ Դա էլ շատ հստակ, սպառիչ խումբ անձինք են, որոնք այս գործի հետ չեն առնչվում։ Տևանյան, անորոշ ձևակերպումը չօգտագործվեց ազգային ժողովի падգամավորների վերաբերյալ եւ տպավորություն չլինի, որ դուք ուրիշ բան ենք ասել։ Անորոշ ձևակերպումը օգտագործվեց միայն մերձավոր ազգականների շրջանակը որոշակի դարձնելու տեսանկյունից եւ դա չէր վերաբերում падգամավորներին։ Հիմա այդ իմաստով պատվարժան դատարան։ Իդեպ սևով նշվածները ցանկում, որը փոխանցվեց Արտուր Սարգսյանի եղբայրն է, քույրերն են եւ իրենց ընտանիքի անդամներ։ Պատվարժան դատարան բոլոր դեպքերում նաեւ իրավաչափության պայմանների տեսանկյունից, այո, 3 օր է, բայց մենք երբ խոսում էինք ի վերջո վերաքննիչ քրեական դատարանի որոշման էության մասին, ստացվում է այդ իրավաչափության պայմանների նվազումը դեռևս հոկտեմբերին էլ կարող էր վերաբերելի լինել։ Խնդրեմ սա էլ հաշվի առնենք
դատարանի կողմից որոշումը կայացնելու շրջանակներում։ Այսքանը շնորհակալություն։ Մեկ-երկու հարց ճշտելու առումով բնակության հասցեն քաղաք Երևան ունեցի փողոց 8 տուն, ճիշտ է։ Այո։ Բարի։ Վարորդի մասնակիցներ, որպեսզի մերձավոր ազգականների հետ կապված շատ բան չանենք, ասենց չմանրացնենք, ավելի մանրակարգիր։ Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի առաջին մասի 55-րդ կետում մերձավոր ազգական, եթե ուշադիր նայեք, պարզ նշված է ովքեր են համարում մերձավոր ազգականները ծնող, զավակ, որդեգրող, որդեգրված, հարազատ կամ ոչ հարազատ, համահայր, համամայր, եղբայր, քույր, պապ, տատ, թոռ, ամուսին, ամուսնու ծնող, զավակի մանրամասն նշված է։ Պատվարժան դատարան, իմ ամբողջ խնդիրը ինչումն էր, միջնորդությամբ մենք եւ մերձավոր ազգականներին ենք հիշատակում եւ իրենց զավակներին հասկանալ եք։ Սա է, դրա համար ցանկով էլ տվել են կանոն ազգանուն։ Այս ցանկով, որ նշել եք, Հասմիկ Լավրենտի Սարգսյան քույրն է Մեղադրյալի, Արմինե Սարգսյան Լավրենտի քույրը, Ավետ Սարգսյան եղբայրը, ճիշտ եք հասկանում։ Պատվարժան դատարան, քանի որ դատարանը վերաքննիչ քրեական նշել էր, որ համատեղ բնակվող անձանց համար թույլատրելի է, ելնելով այն հանգամանքից, որ Արթուր Սարգսյանի հայրը եւ մայրը բնակվում են այդ հասցեում, երբ Երևանում են գտնվում, առանձին չենք նշել։ Նաեւ կարելի ասել Ավետը Սարգսյան եղբայրը հենց սեփականատերն է հանդիսանում բնակարանի, բայց իր ընտանիքի տեսանկյունից էին ընդգծում։ Շնորհակալ եմ։ Չկան էլ արտահայտողներ։ Վարորդի մասնակիցներ դատարան լսելով կողմերի կարծիքը որոշեց հետևելը։ Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ կիրառված այսօրվա դրությամբ արդեն խափան միջոցտնային կալանքի ժամկետը երկարաձգել եւս 3 ամիս ժամկետով։ Մինչև 2026 թվականի մարտի 8-ը բնակության վայրը Արթուր Լավրենտի Սարգսյանը տնային կալանքը պետք է կրի եռամսյա ժամկետ Երևան քաղաքի ունեցի փողոց տուն 8 հասցեում։ 20 միլիոն դրամը բնականաբար մնում է անփոփոխ, վերաքննիչ քրեական դատարանի կողմից կիրառված այն մնում է անփոփոխ։ Տնային կալանքի ընթացքում Արթուր Լավրենտի Սարգսյանին պետք է արգելել ուննալ նամակագրության հեռախոսային խոսակցություններ, օգտվել արտադրության այլ ծառայություններից, այդ թվում փոստային առաքանուց, բացառությամբ, ուրեմն Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ստացվող փոստային առաքանություններին շփում ունենալ այլ անձանց հետ, բացառությամբ ընտանիքի անդամների, մերձավոր ազգականների, քրոջ, հոր, մոր, քրոջ, քույրերի, եղբոր ընտանիքի անդամների, բացառությամբ այդ անձանց, բնականաբար, ինչպես նաև պաշտպանների, հեռախոսային խոսակցություններ ունենալու արգելքը չի տարածվելու շտապ բժշկական օգնության, իրավապահ մարմիններ արտակարգ իրավիճակում փրկարար ծառայություններ կանչելու, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու դեպքերի։ Տնային կալանքի մասով բնականաբար հսկողությունը պետք է շարունակվի պրոբացիայի ծառայության կողմից, գրավի գումարի հետ կապված արդեն իսկ դատարանը նշել էր, որ մնում է անփոփոխ։ Այլ անձանց հետ շփումները արգելվելու են։ Սույն որոշումը ստանալուն պես այն կարող է 10 ժամկետում բողոքարկել վերաքննիչ քրեական դատարանը։ Ուրեմն եւս մեկ անգամ պարզաբանեմ Արթուր Սարգսյան, հայր, մայր, այս անձանց են վերաբերում շփումները, որ թույլատրել են ձեր հետ, ընտանիքի ձեր հետ բնակվող բնականաբար ընտանիքի համատեղ բնակվող ընտանիքի անդամներին, ձեր քույրերի եւ նրանց ընտանիքի անդամներին ցուցակը նշած է ամբողջովին եղբոր ընտանիքի անդամներ։
եւ պաշտպան կամ պաշտպանների։ Բարի, սա որոշումն է սույն քրեական գործով մեղադրյալ Արթուր Լավրենտի Սարգսյանի վերաբերյալ։ Համաձայն չեր լինի կբողոքարկեք վերաքննիչ քրեական դատարան։ Հաջորդ